Ողջույն, դա է Գալիսանյանը եւ մենք շարունակում ենք մեր կրթական ցանցերի շարքը Facebook-յան հայտնի հրապարակումների մասին։ Նախորդ ցանցում մենք խոսեցինք երկու հրապարակումների եւ Օդեսի բանձեւի մասին։ Այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչպեսին պետք է լինի ձեր վերնագիրը, որպեսզի ձեր թիրախային լսարանը կարտալով դա անմիջապես կարտա ձեր post-երը։ Եվ այսպես, դա շատ կարևոր հանգամանք է, երբ շատերի մոտ դա չի ստացվում, չգիտեն ինչ հորինեն, որտեղից կնեն այդ վերնագրերը, ինձ մոտ է դա խնդրեմ։ Դա համար ես շատ նյութեր եմ ուսումնասիրել, դա կոչվում է copywriting, այդ ոլորտը անցել եմ մի շարք տրեյնինգներ եւ մի բան եմ հասկացել, որ գաղտնիքը դրա մեջ չէ, թե ինչ պետք է գրել եւ ինչ պետք է շաբլոն օգտագործել, կարճ կամ երկար, այլ գաղտնիքը ուրիշ տեղ է։ Եվ դրանով ես ուզում ձեզ կիսվեմ, դուք պատրաստ եք։ Գնացինք, որ հարգելի բարեկամներ, մինչև սկսելը որևէ post կամ վերնագիր գրելը, դուք պետք է հասկանաք դա ում է ուղղված։ Եթե դուք չունեք թիրախային լսարան, ուրեմն ձեզ դա չի դակրում։ Եթե ունեք թիրախային լսարան, ուրեմն դուք պետք է նախապես դուրս գրեք նրանց ցավը ճակերտավոր, նրանց խնդիրները, հուզող հարցերը եւ նոր արդեն գրեք վերնագիր եւ գրեք տվյալ post-ը։ Օրինակ, ձեր թիրախային լսարանը մարդիկ ովքեր ուզում են արժանապատվով ապրեն, ունեն ավել քաշ, ուզում են նյարվել, իսկ դուք նման տվյալ ոլորտի մեջ եք, ինչ եք գրելու։ Օրինակ համար, ինչպես նյարվել 21 օրում 10 կիլոգրամ, հավելացնելով ուժեղացում, ինչպես նյարվել 21 օրում 10 կիլոգրամ առանց դիետայի։ Եվ իհարկե վերջում կոչ եք անում։ Եթե դարձրեց ինֆորմացիան, դիմեք մեզ, մենք ձեզ կօգնենք։ Այսքանը։ Հարգելի բարեկամներ, հաջորդ տեսանյութում մենք խոսենք արդեն կոնկրետ Facebook-յան հրապարակումների մասին, այսքանով ավարտում եմ այսօրվա տրեյնինգը։ Եթե հետաքրքիր այսօրվա մեր տեսանյութը, դրեք լայք, գրանցվեք իմ էջին եւ գրեք ձեր կարծիքները։ Հաջողություն։